Վերադարձանք տաղավար, սիրելի հեռուստադիտողներ, սպորտային իրադարձությունները կարծես մեկը մյուսին հերթ չեն տալիս, հաշվի առնելով օլիմպիական խաղերը, սպասվող տարատեսակ առաջնությունները, բայց մի նորություն ևս ունենք։ Հայաստանի Հանրապետությունը առաջին անգամ կհյուրընկալի 2026 թվականի Եվրոպայի առաջնությունը հեռաձգություն մարզաձևում։ Այս բացառիկ եւ նշանակալի միջոցառումը կկայանա փետրվարի 27-ից մարտի 5-ը։ Այո, եւ շատ կարևոր մարզիկներ են հիմա մեզ մոտ տաղավարում, ում կմաղթենք հաջողություն, բայց իհարկե մինչ այդ ներկայացնենք նրանց Էլմիրա Կարապետյան, մարզիկ, բարի լույս, եւ մարզիկ Հովհաննես Մարգարյանը, բարի լույս։ Բարի լույս։ Ի սկզբանե ձեզ մաղթենք հաջողություն, սպասվելիք, շատ կարևոր նախադեպ ունեցող առաջնության շրջանակներում, բայց մինչ կհասկանանք, թե ինչ է մեզ սպասում այս օրերի ընթացքում, եկեք մի քիչ գնանք դեպի ակունքներ, որովհետեւ մենք գիտենք, որ հրաձգության պատմությունը, որպես սպորտի ճյուղ, մեզ մոտ ունի բավական երկար պատմություն։ Մենք ունենք անուններ, ովքեր հաղթանակ են բերել մեզ, բայց մի տեսակ մասսայական բնույթ այս ամենը չի ունեցել։ Մի փոքր խոսենք պատմության մասին, հրաձգության ու հասկանանք ինչ է կատարվել տարիների ընթացքում, որտեղ ունենք վստահաբար բավական հիմք, որ Եվրոպայի առաջնությունը հյուրընկալվում է մեզ մոտ ի վերջո։ Սկսենք խնդրեմ։ Նախ շնորհակալ ենք հրավերի համար։ Իրականում հրաձգությունը ինչ-որ փուլեր է անցել տարբեր, շատ զարգացած սպորտաձև է եղել ԽՍՀՄ-ի ժամանակ ու ունեցել ենք այդ շրջանում օլիմպիական չեմպիոն, ունեցել ենք Զինեիդա Սիմոնյան, որը չի հասցրել մասնակցել օլիմպիական խաղերին, բայց ունեցել է աշխարհ Եվրոպա շատ մեդալներ։ Ուղղակի փլուզումից հետո ու դրանից հետո նախորդել է մի հատ շրջան, որը ավելի պասիվ է եղել, ավելի քիչ մասնակիցներ են եղել, Նորայր Բախտամյանն է եղել, որ մեդալներ է վերցրել ու Երջանիկ Ավետիսյանը էլի երկուսով են եղել, որ ինչ-որ մեդալներ են ունեցել, էլի աշխարհ Եվրոպա, էլի, դրանից հետո նորից եղել է ինչ-որ անկում ու հիմա կարելի ասել վերջին մի քանի տարիների ընթացքում կամաց աստիճանաբար նորից վերելք է սկսում ապրել հրաձգությունը։ Ձեզ համար որպես մարզիկներ երբ եւ ինչպես սկսեց հետաքրքիր դառնալ այս մարզաձևը։ Պատասխանը դու ես։ Դե մանկուց ես շատ եմ սիրել սպորտը ու հրաձգության հենց այդ տեսակը շատ հետաքրքիր էր ինձ համար։ Որ տեսակի մասին է խոսքը։ Հենց շարժվող թիրախ ձևով, երբ որ տեսնում էի սայթերով համացանցով անդադ ման էի գալիս, տեսնում էի խաղային ձևերից բաներից, նմանատիպ սպորտը որպես այդպեսին ինքը շատ հետաքրքիր էր ու այնպես եղավ, որ իմ ընկերը հենց զբաղվում էր հրաձգությամբ, իրենից իմանալով, իրենից իր հետ ուղղորդվելով, գնացի հրաձգության ու զբաղվեցի ու հասկացա, որ ինքը հենց այն տեսակն է, այն սպորտաձևն է, որ հենց կպնում է իմ սրտին ու սկսեցի զբաղվել ու ժամանակի ու աշխատանքի բավականին աշխատանքի արդյունքում ունեցանք մեծ հաջողություններ, էլի։ Հիանալի։ Շատ լավ, ասում ենք Եվրոպայի առաջնություն, որը կտևի փետրվարի 27-ից մարտի 5-ը, խնդրեմ ասեք, որ աշխարհագրությունը գիտենք, որ բավական լայն է, որ երկրներից են շտապել մասնակցելու հրաձգության առաջնությանը Եվրոպայի եւ հատկապես մեր հավաքականը, մեր մարզիկները, որ ձևերի մեջ են հրաձգության ներկայանալու, բոլոր թե կան ավելի հստակ ուղղություններ։ Մասնակցում են Եվրոպայի բոլոր երկրները, այո, Եվրոպայի բոլոր երկրները 40-ից ավել երկիր է ու 400-ից ավել մարզիկ է գրանցված, որոնք լինելու են Հայաստանում։ Մենք մասնակցում ենք գրեթե բոլոր ձևերով, չունենք միայն հրացան աղջիկներ, մարզաձևից կրակող աղջիկներ։ Հրացան աղջիկներ, ահա, լավ, հետաքրքիր է հնչում։ Ունենք ատրճանակ աղջիկ, ատրճանակ տղա, հրացան տղա ու վազող թիրախ աղջիկ տղա։ Հիանալի։ Խոսենք նաև թե ինչպես է Հայաստանի հրաձգության դպրոցը եւ ֆեդերացիան պատրաստվում այս սպորտային իրադարձությանը։ Ոյ, իրականում շատ խառը եւ շատ դաժան է, չէ՞, պատկերացնել։ Ռեակցիայից, այո։ Որովհետև շատ պատասխանատու գործ է իրականում ու շատ պարտավորեցնող է, որովհետև քանի որ առաջին անգամ այսպիսի բան պատմության մեջ լինելու, նախ շատ բաներ կա, որոնք մենք տեղյակ չէինք ինչպես է պետք անել, բայց գլխավոր քարտուղարը, ֆեդերացիայի նախագահը, գլխավոր մարզիչը ինձ թվում է
հիմա իրենք ճիշտ ասած չեն քնում, որովհետև առավոտից 24/7 իրենք պատրաստվում են, որ ամեն ինչ իդեալական անցնի։ Շատ լավ, սա սպորտը, Եվրոպայի առաջնությունը ամեն ինչ կարող է լինել անկանխատեսելի, ցանկացած պահի կարևոր մի որոշումը կարող է լինել բեկումնային, կարող է հաղթանակ պարգևել տա Աստված, բայց գուցե ճիշտ հակառակը, ամեն դեպքում ձեր մարզավիճակը դուք ինքներդ շատ լավ ճանաչում եք, գիտեք, ինչ կարգավիճակում եք, մեր հավաքականը, մեր մասնակիցները, ինչ ակնկալիք կարող է ունենալ Եվրոպայի այս առաջնությունից։ Մեր հավաքականը շատ պատրաստված է իրականում ու ինձ թվում է ավելի բարդ է Հայաստանում հանդես գալը, որովհետև ավելի պատասխանատու ես քեզ զգում, երբ որ Հայաստանում ես մասնակցում ու չես ցանկանում, որ ուրիշ երկրի մասնակից հանկարծ հաջողություն տանի ու դրոշ բարձրացնի, կցանկանաս, որ հենց քոնը բարձրացնես, դու երբ որ ուրիշ պետությունում ես բարձրացնում, դա մի մեծ ողջավորություն է, ու նամանավանդ Հայաստանում ոնց որ ավելի շատ պարտավորություն ես զգում, որ Հայաստանում քո դրոշը ամենավերևում լինի, էլի։ Ու հավաքական թիմը մեր շատ լավ պատրաստ է, թե վազող թիրախ մրցածում, թե հրացան եւ թե ատաշճանակ մարզաձևերում, շատ պատրաստ է ու հուսով ենք, ու մեծ սպասելիքներ ունենք, որ ել ավելի լավ կլինի մեր Հայաստանում կայանալիք Եվրոպայի առաջնությանը։ Շատ լավ, իսկ որպես պրոֆեսիոնալ մարզիկներ դուք միայն այսպես ձեր մարզումները անցկացնում եք Երևանում, Հայաստանում, մեր պայմաններում, թե օրինակ կլինեն փորձի փոխանակումներ, վարպետաց դասեր, որ կամ դուք կհյուրընկալեք, կամ դուք եք գնում մասնակցում եվրոպական օրինակ մի շարք երկրներում, թե միայն այստեղ են տեղի ունենում ձեր մարզումները։ Իմ դեպքում ավելի շատ են լինում երկրից դուրս մարզումները, չէ՞, երևի։ Հա։ Վազող թիրախը մի քիչ ավելի քիչ է հրաձգարանները աշխարհի տարբեր մասերում։ Իմ դեպքում ես հավաքների ավելի շատ եմ մասնակցում, տարբեր երկրներ եմ գնում ու ատրճանակ հրացան ձևերը ավելի շատ են գնում տարբեր երկրներ։ Հիմնականում լինում է փորձի փոխանակում ու մի քանի օրից նաև Վրաստանի թիմն է գալիս հավաք անցկացնի Հայաստանում, այսինքն այդ դեպքում էլ է, էլի փորձի փոխանակում է հայ մարզիկների համար։ Շատ լավ։ Յանալի, այս առաջնությունը եւս մեկ անգամ կտա հնարավորություն Հայաստանը այս մարզաձևում եւս դիրքավորել թե Եվրոպայում, թե մեզ մոտ հանրահռչակելու։ Բայց խոսելով նաեւ ֆեդերացիայի մասին, դպրոցի մասին հրաձգության, ինչպիսին է նոր սերունդը մարզիկների արդյոք պատանիները, երիտասարդները հետաքրքրված են այս մարզաձևով ավելի, քան օրինակ մի քանի տարի առաջ։ Օլիմպիական խաղերից առաջ ես հետհաշվարկ էի սկսել, մասնակցում էի օլիմպիական խաղերին ու մի տարի առաջ հետհաշվարկ էի սկսել, TikTok-ում ու Instagram-ում վիդեոներ էի նկարում, մոտիվացնող վիդեոներ։ Այդ շրջանում աճը բարձրացավ, այսինքն շատերը սկսեցին իմանալ հրաձգության մասին ու ավելի շատ պատանիներ ու երիտասարդներ սկսեցին ընդունվել ու մի քանի շաբաթ առաջ Եվրոպայի պատանիների առաջնության ժամանակ ունեցել ենք ոսկի, արծաթ ու բրոնզ, այնպես որ մարզիկները իրենք էլ են արդեն սկսել ինչ-որ ճանապարհ անցնել, մեդալներ են սկսել վերցնել, ինչի համար արդեն մի քիչ մեծ սերունդը մենք շատ ուրախանում ենք, ոգևորվում ենք, որովհետև հիանալի օրինակ եք նրանց համար։ Եվ յուրաքանչյուր սպորտում ի վերջո հաղթանակի գրավականներից մեկն էլ երկրպագուների աջակցությունն է։ Հասկանանք ի վերջո որտեղ է տեղի ունենալու առաջնությունը եւ օրինակ ձեր երկրպագուները, մեր հայրենակիցները ոչ միայն ինչպես կարող են գալու հետևել առաջնության ընթացքին։ Տեղի է ունենալու Կարեն Դեմիրճյանի անվան համալիրում, տոմսերը արդեն վաճառվում են, շատ մատչելի են դրել տոմսերը, որպեսզի կարողանան բոլորը մասնակցեն, ովքեր ցանկանում են։ Մեզ մոտ ֆինալներն է շատ հետաքրքիր անցնում, որովհետև այդ ժամանակ սենց ծափեր, գոռոցներ, ինչ-որ շատ ակտիվ է լինում, հենց բայց վարժության հատվածը շատ տարբերվում է հրաձգություն ձև ինքը, սենց շատ հանգիստ է, այսինքն գոռոցներ ու ինչ-որ ոգևորելու պետք չեն։ Բայց եւս մեկ անգամ առիթն օգտագործելով բոլոր այն երիտասարդներին, պատանիներին, որոնք հետաքրքրված են այս մարզաձևով կամ պարզապես տեսել են կադրով գուցե մեկ անգամ եւ ասել են, «Օ, ինչ հետաքրքիր է, գուցե սա կլինի հիանալի բացահայտում», ավելի մոտիկից տեսնելու մարզիկներին, տեսնելու այն աշխատանքը, որը իրականացնում են եւ վերջապես հիանալի հնարավորություն մեր երկրում հյուրընկալված նմանատիպ մեծ առաջնությանը երկրպագելու մերոնց։ Եվս մեկ անգամ հաջողություն ենք մաղթում բոլոր մրցույթներում մեր
մեր մարզիկներին, հուսանք մեդալները երկար սպասեցնել չեն տա եւ իհարկե հաջողություն բոլոր գործերին ձեր նախաձեռնած։ Շնորհակալ ենք շատ։ Հետաքրքիր սպասումով եք դուք հիմա լի ձեզ մաղթենք այո հաջողություն եւ շնորհակալ ենք որ առավոտը սկսեցիք մեզ հետ միասին շարժանք առաջ սիրելի հեռուստադիտողներ եւ այլենք երաժշտական տրամադրություն համեցեք։